Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, վաղ առավոտյան ժամերն են, հավերից կերակրել եմ, բարձրացա պատի գլուխը, ընդեղից խոտեր կար քաղելու հավերիս մար, ոչ գերանդիով ձեռով փետել եմ, բերել իրանց առաջ լցրել, եկել եմ բաղչեն, պտտվում եմ, մի հատ տեսեք թուզը ոնց ա մեծացել, այս թզի ծաղիկն ա, շատ առատորեն կա բոլոր ծառերիս վրա. Շատ լավ է։ Վերերիս նայեցի այնտեղ ինչ-որ մի բաներ սպիտակին խփում, ինչ-որ տեղ հետ պահով եկա, ինձ թվաց սուն կա, հիմա մոտենանք, կամաց, համել դուք տեսեք, թե իմ թզի ծառերի ծաղիկները ոնց ա մեծացել, ծաղիկ ենք ասում, բայց սա բերք ա, սիրելի հետևորդներ ջան, շատ առատորեն կա։ Սպիտակ տեսակի թուզն է, քաղցր, անշահամ, անցյալ տարի չկարողացա նորմալ բերք վերցնել, բնության տարերքները փչացրեց, կարկուտը տարավ իրա հետ, հույս ունեմ այս տարի կպահպանվի ու բերք կվերցնեմ, ես հասել եմ այդ մասին, որտեղ կասկածում եմ, որ ուտելի սուն կա, այս է սպիտակին է խփում, բայց թե ոնց որ չեն, որ գնդակի պես մեծանում է, այդ տեսակն է էլի, քանի որ ստեղ մեր հողը չոր փեյնաֆող է, առաջվա տարիներին լինում էր, հիմա բացեմ, թեքեմ, տեսնեմ, դարձյալ կասկածում եմ, մոտենամ, այդ գնդակի տեսակն է, էլի կանայի ջուտիկ կա ստեղ, շատ կուզեի, որ ուտելի սուն կլիներ, կտանեի մի լավ թավակ սարքեի, սա որ թողնում եմ, շատ մեծանում է, գնդակի պես, մեծանում է, կոտրեմ, միշտ ցույց եմ տվել այս շրջանում, բայց մի տեսակ մեծ կասկածելի թվաց, շատ էր խորքային ու կասկածի տեղիք տվեց, ոյ, ինչքան ապրինդ, այ միջուկը սենց է, ինձ մի անգամ գրել եք, որ սա նույնպես ուտելի է, քանի որ անուշ հոտ է գալիս, բայց թե ես սովոր չեմ սրան ուտել, փորձել եմ հավերին եմ տվել, հավն էլ չի ուտում նույնիսկ, ստեղ կմնա, կչորանա, շատ անձրևներից սրանք այս աստեղ ընդեղ կաճ են գնդակի պես, այսպես, մոտենամ ես մի ծառին, այնքան ինձ լավ եմ զգում, որ իմ աճեցրած ծառերը բերքի տակ են մտել, այս ծառը 4 տարեկան է, թուզը շատ շուտ է բերքի տակ մտնում, սիրելի հետևորդներ ջան, այս էլ 4-րդ մեծ ծառը, էլի բերքի տակ է, օգոստոսին է հասնում, վարդևորից հետո հասնում է, վարդևորը հուլիսի 20-ից հետո առաջի կիրակին է միշտ, վարդավառի տոնը և թուզը հասնում է, այս ինչ լավ բալբաներ կան, աչքիս կամ բալբա քաղեմ, մի հատ ճաշեփեմ, այս էլ որ տակից հանել էի բերել, սրանք են, այս էլ է կպել, այ սենց փոքր երևում արդեն, նույնիսկ բերք էլ կա, բայց չգիտեմ այդ բերքը կպահի թե չէ, հեսա, փոքր բերք է երևում, չի չորացել մի խոսքով և կպել է, առաջ գանք ստեղ բոլորը ցույց տամ, որ բոլորը կպել է, ուրեմն 4 հատ այս կողմն եմ շարել, մինչև խնձորենին, 4-ն էլ կպել է, 2 հատ էլ են վերևի մասում ունեմ, նրանք առանձին եմ ցանել, քանի որ պետք է նվիրեմ, դրա համար բաղջի մեջ չեմ տնկել, նա նվիրելու համար է, ու նրանք էլ են կպել այս նույն ձևով, այս մեկը
Տեղը ավելի է սիրել ու տերևները մեծացրել է նույնիսկ։ Ահա սիրելի հետևորդներ ջան, եւ այս մեկը շատ ուրախացա, որ կպել էին տնկած թզի ծառերը։ Խնձորս ցոգոլի մեջ է մտել արդեն, մոտենամ, ցույց տամ։ Այս ինչքան առատ խնձորները երևում արդեն, հեսա, կարմրաթուշիկ։ Ամբողջ ծառի վրա բերք սիրուն երևում է, այն որ կարմրուկի համար դեղսերը սկեցի, օգուտ է տվել, այդ հիվանդությունը կանգ է առել, մի խոսքով, դեռ տերևների մեջ կան, քանի որ արդեն այս նոր դուրս եկած մողամները կարմիր չի, այսինքն կարմրուկով չի վարակվել, հենց դա ապացուցում է, որ կարմրուկ ցավը կանգ է առել, իսկ այն մնացածը, որ հնուց վարակված էր, նրանք շուտով կպոկվեն, կընկնեն։ Տեսնում եք, ես ինչքան առատ բերքի տակ է իմ խնձորենին։ Այս ծառը տարեբռնուկ է, անցյալ տարի գոնե մի հատ չկար, այստեղ նույնիսկ ծաղիկ էլ կա, հեսա, թաքնված։ Շատ եմ սիրում այս ծառի տեսակը, եթե բռնում է, այսինքն եթե բերքի տակ է մտնում, մոտեցնեմ տեսախցիկը, ապա առատորեն բերքի տակ է մտնում, իսկ եթե չէ, գոնե մի հատ էլ չի տալիս, թավալվում է խոտերի մեջ, չախալիկս, ուրա, զանգ-զրանգը, կուտ, Սիմանն էլ է հետս եկել, այստեղ արև կողանում, հեսա, Սիմ, լավն է տեղդ, որսի ես սպասում, հենա վերևն է, բալկոնումն է զանգ-զրանգս, արի զանգ-զրանգ, արի, կուտ, մի քիչ առաջ է իրանց ուտելիքը տվել, քանի որ այն մեկը մի քիչ բգլիկ է, երկար է մնացել ուտելիքի մոտ, Սերգևիլի ծառերին էլ որ դեղ էի սրսկել, սիրելի հետևորդներ ջան, էդ էլ է իր օգտակարությունը տվել եւ արդեն էսել է, արդեն բերքի տակ մտնում, ցոգոլները երևում է, բայց դեռ ծաղիկներ էլ կան, մի խոսքով ծաղկաթափ վիճակ է եւ բերքը երևում է, լավ բալբաներ կա, մի խոսքով հեսա, ստեղ էլ կա սիրուն բալբի թփեր, այս կողմն էլ կա, հեսա, մի խոսքով մի լավ ճաշի բալբա կա, գնանք տուն, արժե մի հատ կոֆե խմել, ես դեռ չեմ խմել, այս խնձորի ցոգոլը գնալով էսել է մեծանում, հեսա, ընտիր, արևի շողկերը չի թույլ տալիս, որ լրի երևա, այստեղ մի փնջով 5 հատ կա ու պահում է թենց, սրա տեսակն էլ թենց է, որ փնջով պահում է, գնացինք տուն, եկան իրար միացան շներս, այստեղ հոնի ցոգոլն էլ ցույց տամ, հա, հեսա, եթե փոխանցի իմ տեսախցիկը, այո, փոխանցեց, հեսա, հոնի ցոգոլը, այս անձրևներից շատ թափվեց, սիրելի հետևորդներ ջան, շատ եկավ անձրևները, այստեղ արդեն դամբլի ցոգոլն է, փորձեմ նենց պահեմ, որ լավ երևա, այս կողմը բերեմ, այստեղ կարող է լավ երևա, չեղավ, կանաչ տերևների մեջ չի երևում, մի խոսքով, այստեղ էլ կա, առատ ցոգոլներ դամբլի, հես ասամ, ինչ հասնեմ ճյուղը, մի խոսքով, ծառերս բերքի տակ են, կարալյոկը կոկոմած է, կծաղկի ցույց կտամ, գնանք, կշտացար, բունչիկըտ մաքրի, ես բարձրացա վերև, ստեղ էլ դեղցենին է, քանի որ
Բերքու բարիքից խոսեցի, ցույց տվեցի, հիմա էլ ցույց տամ դեղցի ցոգոլները։ Ի տարբերություն դամբլի, այս մի քիչ բաց գույն է, դեղցի ցոգոլները։ Անցյալ տարվա նման շատ չկա, բայց չեմ դժգոհում։ Հիսա։ Ու թե ինձ ամեն ճյուղի վրա։ Շոկոլադը վերցնեմ սառնանից։ Ես իմ կոֆեն արդեն դրել եմ եփվելու եւ շուտով կլինի։ Կարմիր խնձոր եմ իմացել պատրաստել։ Կոֆես վայելելուց հետո անուշ կանեմ, իսկ դառը շոկոլադը առավոտ շուտ շատ կարևոր է։ Տրամադրություն է բարձրացնում։ Եվ բարձր տրամադրությունով մեր օրը սկսում ենք։ Նոր օր է սկսվել, նոր գործեր, նոր վլոգ եւ նոր տրամադրություն, սիրելի հետևորդներ ջան։ Եղանակը տեսակ, որ արևային է, հույս ունեմ խաբուսիկ չի լինի։ Քանի որ արևային է, ուզում եմ մեղուների վրա գործեր կատարեմ, 3 կիսատ մնաց տեսակ։ Եվ հիմա պիտի շարունակեմ։ 2 սալիկ առավոտյան ժամերին 1 բաժան կոֆեի հետ։ Խնձորը կկտրեմ, իսկ սալիկը այստեղ առայժմ։ Եվ հիմա խնձորը կտրեմ։ Տեսնենք ներսը ոնց է եւ լավ է։ Սիրելի հետևորդներ ջան, իմ այն վլոգի մեջ որ հայտարարություն էի արել, շատ լավ արձագանք է ստացել։ Առաջին հերթին ձեր կողմից, որ հավանության եք արժանացրել իմ այդ հայտարարությանը։ Հիմա սպասողական վիճակում եմ, կոֆեն եփվեց, մի հատ լցնեմ։ Ավելի լավ է սալիկը տեղափոխեմ խնձորի ափսերի մեջ եւ լցնեմ արդեն իմ կոֆեն։ Այդ իմ արած հայտարարությունը այնպիսի բան է, որ միանգամից չեն գա իմ շուրջը հավաքվի, մարդիկ պիտի այդ հարցի շուրջ մտածեն, խորհեն, տեսնեն ոնց են կազմակերպում, արդյոք սկսեն, արդյոք դիմեն այդ հարցով, մի խոսքով դա այնպիսի գործ է, որ միանգամից չի լինի, բայց կարևորը նա է, որ արդեն ես մարդկանց տեղեկացրել եմ այդ մասին, մարդիկ գիտեն, որ ես կազմ ու պատրաստ եմ այդ գործի համար։ Ես սպասում եմ, սպասողական եմ, սպասողական լինելով, սիրելի հետևորդներ ջան, անհանգիստ չեմ, կգան կհավաքվեն իմ շուրջը շատ բարի, չի լինի էլի շատ բարի, կարևորը ես իմ որոշումը կայացրել եմ և պատրաստ եմ, ընդհանրապես մեր կյանքում, երբ որ կարևոր որոշումներ են կայացնում, դա միանգամից չի լինում։ Ես նույնպես երկար ժամանակ այդ մասին խորհել եմ, մտածել եմ ու նոր բարձրաձայնել եմ։ Եվ նույնը այն մարդիկ, ովքեր կցանկանան այդ գործի մեջ մտնել, մի հատ կմտածեն, կխորհեն եւ նոր ինձ կդիմեն։ Երբ որ մարդը ինչ-որ մի գործ է ուզում սկսի, կամ միանգամից սկսում է, ռիսկային է լինում, ես ռիսկային մարդկանց շարքին եմ պատկանում, ես միշտ իմ բոլոր գործերը ռիսկային եմ կատարել, սկսած մեղու պահելուց, սկսած ամեն իմ մի գործը, որ ես կատարում եմ։ Այսպես, իմ ափսեն պատրաստ եմ և կգնամ, կվայելեմ։ Եվ հիմա իմ սիրուն ափսեն պատրաստ է, վերցնում եմ և հենց այստեղ իմ խոհանոցի լուսամուտի կողքին նստում եմ, սա իմ մշտական վայրն է, այդտեղ եմ իմ կոֆեն վայելում մշտապես և հետո կանցնեմ իմ գործերին և իհարկե ձեզ կմիանամ իմ լավ ու բարի գործերով, որպեսզի տրամադրեմ ձեզ։ Երկու կրիա, միանգամից երկու կրիա։ Շներս արդեն սովորել են, ուրեմն դուրս եկա, որ արդեն մեղուների հետ աշխատանքներ կատարեմ
Ինչ տեսնեմ, ստեղ երկու կրյա սուս, փուս, կողքի կանգնած են։ Այ քեզ բան, երկու քուր են, երկուսն էլ մի պոյի։ Կամ կարող է քուրախբեր են, կամ կարող է սիրահար զույգեր են, չգիտեմ, գույներով տարբեր են, ինձ թվում է սրանք զույգեր են, երկու քուր չեն, այլ սիրահար զույգեր են, այս մեկի գույնը մոտեցնեմ, այս ինչ էլ արագ ես գնում, այ կրյա, տղայից թե աղջիկ, ալո, այն մեկը կիման, գույներից տարբերում եմ, լավ, դու գնա, կիմուչկան մի քիչ վախեցած է, կամ կարող է սա է, չգիտեմ, որ ես կիմա եմ ասում, ամեն դեպքում, նրա գույները ավելի բաց գույներ, այսպես, ուրեմն երկու կրյա, երկու հարստություն, երկու հաջողություն, քանի որ անցած անգամ ցույց տվեցի, ինձ գրել եք, որ բակում կրյա ունենալը, այգում կրյա ունենալը հաջողության և հարստության նշան է, դե ինչ, ով չուզենա հարուստ ու հաջողակ լինի, այն էլ միանգամից երկու հատ, եկել աստեղ ուր ա ուզում գնա, ինչ ա ուզում անի, ստեղ իմ ծաղիկներն են, քրիզանթեմները այսքան մեծացել են, մի քիչ էլ սպասեցի, սիրահար զույգերին ճանապարհեցի, եկել եմ մեղվանոց, սկսեմ իմ գործը, քանի արև է, այսօր արև է տված, այսօրվա վրա անձրև չկա, հանգիստ եմ ու հանգիստ իմ գործը սկսեմ։ Ուզեցի մոտեցնել այս հրաշքներին տեսնեք, իմ ջրաջան մեղուներին, որոնց հետ աշխատում եմ։ Էդ ինչ հայտարարություն են անում։ Ով ա գալի խաբար չես։ Ընտրար շավա կամ չգիտեմ մեքենայով պտտվում են։ Մեքենայով պտտվում են, վարսախոսով հայտարարություն են անում։ Այսպես։ Ընտրություններն են մոտենում։ Ընտրարշավներ են ամենուր, սրել է հետևորդներ ջան, մեր գյուղը նույնպես անտարբեր չի ընտրարշավներին, անմասն չի, այսպես ասեմ, հա։ Բայց դրանից չէ, որ ուզում եմ խոսել, դրանք քաղաքական հարցեր են, իսկ իմ վլոգները, իմ առօրյան է, որ մի քիչ ամեն ինչից կտրվում ենք բոլորս էլ, մեր առօրյայի մեջ խորանում ենք, մեր հոգսերը, մեր երկրի դրությունը բոլորս էլ գիտենք, տեղյակ ենք, և հիմա իմ գործից խոսեմ, հա, մնացել է այս մեկը, ծուխը լավն է, մի քիչ համ հանգիստ առնեմ, համ զրույցը շարունակեմ ձեր հետ և ուզում եմ ասել նաև ավելացնելով իմ խոսքը, որ կիսատ մնաց, երբ որ կոֆե էի եփում, ասեմ, թե ինչ վիճակ է իմ արած հայտարարությունը, այդ ուղղությունով եմ ուզում խոսել ձեր հետ, ուզում եմ ասել, որ ինչ առաջարկներ եմ ստացել այդ ուղղությունով և ինչ կարծիքներ են հնչել, ուրեմն շատ առաջարկներ եմ ստացել, որ ես այդ դասընթացները օնլայն տարբերակով վարեմ, սակայն իմ շատ սիրելի և հարգելի հետևորդներ, ովքեր ցանկանում են, որ մեղու պահեն և այդ մասին գիտելիքներ ձեռք բերեն, ապա օնլայն դասընթացները հարմար տարբերակ չէ, քանի որ սա մի այնպիսի գործ է, որ պետք է անզեն աչքով նայել, անզեն աչքով ամեն բան տեսնել, նույնիսկ ձեռք տալ, շոշափել
նույնիսկ հասկանալ դուք ալերգիկ եք, թե ոչ, մեղուն եթե հանկարծ ձեզ խայթի միանզգուշ շարժումից անգամ կամ ուղղակի պատահաբար, արդյոք դուք ալերգիկ եք, թե ոչ, շատ մանր հարցեր կան, որ միանգամից ես չեմ կարող բարձրաձայնել, շատ ժամանակ կպահանջի ինձանից, դրա համար էլ ես ուզում էի դասընթացներ վարել իմ տանը, իմ բակում, իմ մեղվանոցում, որ այն մարդկանց ում կհետաքրքրի մոտենան, ես բացեմ իմ մեղուների փեթակը եւ դուք տեսնեք եւ ամեն մանրուքը ես ձեզ սովորեցնեմ, իսկ on-line տարբերակը չի լինի, քանի որ տեսախցիկը չի փոխանցի այն ամենը, ինչ որ պետք է ես ցույց տամ, սկսած նոր դրած ծվից, որ մեղուն ծվադրում է կատարում, անգամ այն պահը, որ մայր մեղուն մտնում է այդ բջիջների մեջ եւ ձու է դնում, դա on-line տարբերակով անհնար է ցույց տալ, ինչքան էլ որ ես ուզենամ, որ ձեզ օգնած լինեմ եւ սկսած այդ որդի զարգացումից եւ այլ մանր հարցերից on-line տարբերակը դա հարմար տարբերակ չէ։ Եթե հարմար լիներ, ես նախապես հենց այդպես էլ կհայտարարեի, որ on-line դասընթացներ եմ ուզում սկսել, համեցեք, միացեք իմ on-line դասի էջին։ Հիմա ուզում եմ բարձրաձայնել, քանի որ գիտեք շատերդ, որ Դավիթը ում 14 տարեկանը կլռանա շուտով, ով ապրում է Ծովագյուղում եւ հետաքրքրված է մեղուներ պահելով այդ տարիքից, նաև ինքն էր գրել, ինչու եմ հենց իր անունը նշում, քանի որ իմ հետևորդն է, իսկ այս ընթացքում, որ ես հայտարարություն եմ տարածել, մեկը մեկին ասելով, ես նույնիսկ զանգեր եմ ստանում, ինձ զանգում են եւ ասում են, որ հեռու են գտնվում, չի լինի, որ ասենք ես վլոգի ընթացքում on-line դասընթաց վարեմ, բայց ես արդեն պատճառը ասեցի, սիրելի եւ հարգելի հետևորդներ ջան, ամենալավ տարբերակը համենալ մերտուն եւ պրակտիկ ձևով պրակտիկա ձեռք բերելը ամենակարևորն է ամեն մի գործում, անգամ եթե գնում են բժշկական են սովորում, դասընթացներ են վարում, սենյակներում նստած, ապա դրանից հետո գալիս է պրակտիկայի ժամանակը եւ ուսանողներին տանում են պրակտիկայի հիվանդանոցներ, որ տեսնեն, թե ինչ է կատարվում իրականում, բացի գրքերից դուրս։ Եթե ես on-line դասընթացներ վարեմ, դա կնշանակի դասագիրք, դաս եւ սենյակ, փակ տարածք եւ եթե ես նկարները անգամ ցույց տամ, որը կարող եմ ցույց տալ, քանի որ լավ հանրագիտարան ունեմ եւ այդ հիմքով սխալ կլինի, որ ես համոզվեմ, որ դուք կարող եք սկսել մեղու պահել։ Ուզում եմ, որ օգտակար լինել ամենամանրամասն ձևով, մանրակրկիտ ձևով։ Իմ շատ հարգելի եւ սիրելի հետևորդներ ջան, այդ ուղղությունով ուզում եմ խորը մտածեք եւ արդեն լավ վստահ ձևով համեցեք մեր տուն, իմ դռները բաց են այն մարդկանց առաջ, ովքեր լիարժեք, ի սրտե ցանկություն ունեն մեղու պահել եւ զբաղվել։ Իսկ թե ինչ կարծիքներ են հնչել, իմ այդ բլոգի ներքո մի փոքր ուզում եմ այդ մասին խոսել, քանի որ իմ մի հետևորդս Մանվել անունով, չգիտեմ կին է թե տղամարդ այդ անվան տակ, մի քիչ թյուր կարծիքներ էր արտահայտել եւ նույնիսկ մյուս հետևորդուհիս, որ միացել էր այդ կարծիքին, ապա վիրավորանք էր հնչել ինչ որտեղ, այո, վիրավորանք է, երբ որ մարդուն զրպարտում են, կամ էլ ասում են, որ դու դրանից բան չես հասկանում։ Ես արդեն մոտ 20 տարի է զբաղվում եմ մեղվապահությամբ, իսկ եթե Մանվելը ինձ գրում է, որ ես ինձանից ինչ մեղվագործ, մեղու պահելով մեղվագործ չեն լինում, ես անգամ պատասխանել եմ, հիմա բարձրաձայն եմ ասում, որ ես դրանից հասկանում եմ, որ ինքը մեղվապահ չէ, որ սիրտը այդքան ցավացել էր, ու թող իմ սրտից շատ չցավա, որ ես այսքան մեղու եմ պահում ու իմ այգում քիմիական նյութերով սրսկումներ եմ կատարում իմ ծաղկած ծառերին, որ բերք ու բարիքը առողջ բերք վերցնեմ, անվնաս բերք վերցնեմ եւ ես պետք է տեղ սրսկեմ։ Ամեն անգամ, երբ որ ես տեղ եմ սրսկել, ես ասել եմ, որ սպասում եմ հարմար պահը,
այս տարիների փորձը ինձ թույլ է տվել, իմ կյանքի պրակտիկան ինձ թույլ է տվել, որ ես տեսնեմ, հասկանամ, թե մեղուն որ ժամին է իջնում ամեն մի ծառ ու ծաղկի վրա, եւ ես այդ պահը արդեն բռնացրել եմ, որսել եմ եւ գիտեմ, թե որ պահին կարելի է ծաղկած ծառերին, բերքատու ծառերին դեղ սրսկել, որպեսզի նաեւ չվնասեմ իմ այսքան սիրուն ջրաջան մեղուներին։ Էնպես որ կխնդրեմ, որ հարգալից լինեք, մանվել եւ ճիշտ է, այստեղ կարծիքներ հնչեցնելու տեղ է եւ երբեմն այնպիսի կարծիքներ են հնչում, որ կամ ինձ չի դուր գալի, կամ իմ մյուս հետևորդներին, ամեն դեպքում ես բոլորիդ խնդրում եմ, որ հարգալից լինենք մեկս մեկի հանդեպ, առանց վիրավորանքների կարելի է կարծիք հայտնել, չի կարելի ասել, որ ես մենակ հավ պահելուց եմ հասկանում, գնամ հավ պահեմ, հարգելի մանվել, դուք այսքան ժամանակ ինձ հետևում եք, երբեմն գրառումներ եք թողնում, ճիշտ է, հիմա միգուցե սխալվել եք, մարդը սխալական է, ես չեմ նեղանում, ես ուղղակի բարձրաձայն ասում եմ, որ խնդրում եմ պատշաճ վերաբերմունք, պատշաճ գրառումներ եւ իմ էջում չեմ ուզում վիրավորանքներ հնչեն, քանի որ մենք ստեղծել ենք մի ջերմ յութուբյան ընտանիք, ես մեկն եմ, դուք հազարավորներն եք, իմ շուրջն եմ հավաքել եւ ուզում եմ սեր ու ջերմություն տիրի, առանց այն էլ մեր կյանքը, մեր աշխարհը շատ բարդ է, սկսած քաղաքական հարցերից, սկսած ամեն մի տեսակ անշնորհ բաներից, որ մեր աշխարհում կատարվում է, ես իմ բլոգներով խաղաղություն, աշխատասիրություն, հարգանք, նվիրվածություն եմ տարածում, անգամ նվիրվածություն ընտանիքին, ընտանիքիս, քանի որ գիտեք իմ ամուսինը եւ իմ տղան, իմ աղջիկները հեռու են, իսկ ես տան ծուխը ծխեցնում եմ եւ հնարավորինս ուզում եմ, որ ծաղկեցնել այս օջախը, ծխեցնել այս օջախի ծուխը, դրա համար հարգանք եմ պահանջում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ես իմ առաջարկների մասին էլ ասեցի, թե ինչ առաջարկ եմ ստացել եւ կարծիքների մասին ասեցի, թե ինչ կարծիքներ եմ ստացել եւ հիմա ես իմ աշխատանքը կատարած գոհ ու շնորհակալ իմ մեղուներից, թեպետև մի քիչ եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ մեղուները լավ զարգանան, ունեմ եւ նվազ մեղվա ընտանիքներ եւ ուժեղ ընտանիքներ, ցակ եմ վերցրել եւ մայրապտուկ ավելի են երկարացրել, շատ ուրախ եմ դրա համար, անհամբեր կսպասեմ, որ մայրը դուրս գա, բարեհաջող թռիչք կատարի, քանի որ սա մի այնպիսի երևույթ է, որ մայրը գործում են մեղուները, մայրը դուրս է գալի թռիչքի, որպեսզի բեղմնավորում կատարի եւ կա արդեն զվարգությունը սկսի, այդ ընթացքում վտանգը շատ է, կամ թռչուններն են ուտում, կամ վայր է ընկնում խոտերի մեջ եւ քանի որ նոր է բեղմնավորված լինում, չի կարողանում նորից թռչել, մի խոսքով կամ քամին է վնասում, կամ կարկուտն է վնասում, կամ անձրևն է վնասում, լիքը շատ պատճառներ, իսկ նորից եմ անդրադառնում, հարգելի մանվել, դուք որ ինձ ասում եք, որ ես մենակ հավ պահելուց եմ հասկանում, ապա չարաչար սխալվում եք, ինձնից շատ չանհանգստանաք, հանգիստ եղեք, ես ինչքան որ հասկանում եմ, իմ համար բավարար եմ համարում, ես գոհ եմ ինձնից, փառք Աստծո, փառք Տիրոջը, եւ սիրելի հետևորդներ ջան, կարծիքներ միշտ էլ կարող ենք հնչեցնել, ինչպես որ լավն ու վատը, ինչպես որ ուրախությունն ու տխրությունը միշտ քայլում են մեր կյանքում կողք կողքի, դա անխուսափելի է, ես դրա համար չեմ նեղանում եւ ինձ վիրավորված չեմ զգում, ուղղակի զգուշացնում եմ, որ նման բան չկրկնվի։ Կրկնվելու դեպքում կհեռացնեմ իմ էջից, սև ցուցակ կուղարկեմ եւ դուք զուգ կմնաք այն ամենից, ինչ որ ձեր սիրելի Անուշկան ներկայացնում է այդքան դժվարությունով, այդքան իմ ժամանակը, որ ես ձեզ եմ տրամադրվում, իհարկե ես կարող եմ լռության մեջ իմ գործ անել, իմ տնտեսությունը առաջ տանել, փառք Աստծո, ոչ սոված եմ, ոչ էլ ծարավ եմ, բայց սա էլ մի աշխատանքի տարբերակ է եւ ինչու այդ վատ կարծիքների պատճառով ես նեղանամ եւ իմ այս աշխատանքն էլ թողնեմ, որ արդեն 3 տարի է շուտով կլրանա, որ ես բլոգեր եմ դարձել, բլոգերություն եմ անում, որի համար շատ շնորհակալ եմ ձեզ, որ իմ շուրջն եք հավաքվել, իմ կողքին եք, միացել եք ինձ, բաժանորդագրվել եք, շնորհակալ եմ այդքան շատ լայքերի համար, այդքան ջերմ տողերի համար, այդ մեծ սեր ու հարգանքի համար, որ էկրանից այդ կողմ ինձ եք փոխանցում, բոլորիդ լավն ու բարին եմ մաղթում
եւ իհարկե թող որ մեր երկրի դրությունն էլ լավ լինի, Աստծո զորությամբ ճիշտ ընտրություն կատարվի, ճիշտ ղեկավարի ընտրություն կատարվի եւ մեր Հայաստան աշխարհը զորանա օրեցօր։ Մեղուների հետ աշխատանքները վերջացրել եմ։ Եկել եմ տուն հագուստս փոխել, քանի որ այդ ծխարարի ծխի հոտը հագուստը վերցնում է, ու թե չեմ կարող երկար մնալ այլ գործեր անել, անդադ այդ ծխի հոտն եմ շնչում մի տեսակ։ Լոբի եմ սարքում, զագատարած լոբի է, սիրելի հետևորդներ ջան, դեռ ահագին զագատած բաներ ունեմ, թե սենց բաներ, ճաշեր եւ թե կոմպոտներ։ Եկել է կանաչին եզուն լցնելու ժամանակը։ Ամեն բան պատրաստել եմ, շուրջս եմ հավաքել, հաց կուտեմ, մի քիչ կհանգստանամ, հետո կշարունակեմ իմ տնտեսության գործերը։ Այստեղ պետրուշկա է, այսինքն մանրացնեմ վրան անմիջապես։ Առաջ կանաչին եմ լցնում։ Այսպես լվացած պատրաստ սառնարանում ունենում եմ միշտ։ Այս վերջիններ արդեն կթարմացնեմ նորից։ Մի հատապու երես անեմ պարտադիր։ 4 սոխներ էր վերջացել, միշտ 4 սոխերած էի անում, հիմա առանց սոխերածի իմպերիայուրն եմ լցրել և անմիջապես լոբին բացել ու իր ջրով լցրել։ Այս լոբին անալի էի փակել, աղա արդեն արել եմ, մի քիչ առաջ եմ արել։ Արդեն այսքանը լավ է ու ձուն հարեմ, 2 հատ ձու եմ կոտրել, ահա, իմ հավերի պարգևած ձունը, ես էլ հարեմ լցնեմ, ես անուշանեմ, ձեզ էլ հավեսի բերեմ, թե չէ սոված աշխատել չի լինի, չէ, քանի որ այսօր իմ ազատ օրն է, առիթից օգտվեմ և երկրորդ վլոգը սկսեմ շուտով, այսպես տարածեմ, շատ կանայք հենց այսպես թողնում են, մի տեսակ ձվածեղ է լինում, բայց ես սիրում եմ, որ տարածեմ, ու լոբու հատիկներից այսինքն սիրում կպչի, երևա, որ ձու է լցրած, կանաչ լոբու ձվածեղ։ Այսօրվա իմ պատրաստած վլոգը հենց իմ համար հետաքրքիր ու յուրահատուկ էր, սկսած կրյաներից, որ սիրահար զույգեր էին հավանաբար, տղա թե աղջիկ, հարց առաջացավ, այդպես սիրելի հետևորդներ ջան և ավարտեմ վլոգս այս համով տեսարանով, լավ եղեք, առողջ եղեք, լավ գործերի մեջ եղեք, ամոհ բաներ կերեք, այդպես, որից հետո կսկսեմ իմ նոր վլոգը, անջատեմ, մի փոքր մնալուց հետո անուշ կանեմ, բոլորից բարի ախորժակ ես պահին։